Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը չի անցնում առանց աղմկահարույց և տհաճ միջադեպերի։ Երևանի տարբեր թաղամասերում մարդիկ, որոնք պնդում են, որ ղարաբաղցի հայ են, մոտենում են վարչապետին և կոշտ քննադատություններով և մեղադրանքներով հարձակվում են Փաշինյանի վրա։ Վերջերս վարչապետի Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այսպես կոչված ղարաբաղցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը մոտեցել է Փաշինյանին և սկսել է անհիմն մեղադրանքներ հնչեցնել երկրի ղեկավարի դեմ և սադրանք հրահրել։ Նրա հայտարարությունները հունից հանել են Փաշինյանին։ Ay փախածներ, արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Այսօր թե նարասրավ։ Եկել են մատտատները, այս Ղարաբաղի պսևդոէլիտաները, ռանտները փաշեկար ընդհանրապես։ Ով եք դուք նրա։ Արթուր Օսիպյանը գլուխը պատին ես տվել Արթուր, գնայր զոհվել մեր երեխեքի տեղը։ Դուք Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել։ Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել։ Եկել են Ղարաբաղի հարց։ Ղարաբաղի հարցը որ կար գնայք զոհվեիք։ Դուք ես կենթանի ընդհանրապես։ Դուք ես կենթանի։ Դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին եք խոսում։ Այդ տական։ Ինչի ես կենթանի։ Շահրամանյանը ինչի է կենթանի։ Են մյուսները, ձեր ազգային ժողովի պատգամավոր կոչվածներ ինչի եք կենթանի։ Ինչի եք զոհվել։ Անդրադառնալով ընդդիմադիր շրջանակների հայտարարություններին, թե Ղարաբաղի հարցը փակված չէ և որ Հայաստանում գործում են Ղարաբաղի ազգային ժողովն ու կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նրանք այլևս չփորձեն շարքել այդ թեմաները, քանի որ ինքը բոլորին արմատախիլ կանի։ Այս Ղարաբաղի պսևդոէլիտային մեկը չասի, որ Հայաստանում Ղարաբաղի ազգային ժողով կա, Հայաստանում Ղարաբաղի կառավարություն կա։ Արմատախիլ եմ արելու բոլորին, գնայիք գեֆոր պայքարելու ժամանակ էր, այն փախածներ, այն կոնկրետ ես մեկը, փախածներից մեկն է, չհամարցակվեք գաք ստեղ մատ թապտակ ընդհանրապես, չկա Ղարաբաղի հարց, ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել, Ղարաբաղի հարցը փակված է։ Այս ամենը հստակ ապացույցն է այն բանի, որ հանցավոր Ղարաբաղյան կլանը իդեմս Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարքում են Ղարաբաղի հայերին և Ղարաբաղի հարցը, իրենց քաղաքական ու սադրիչ նպատակներին հասնելու համար, սրելով լարվածությունն ու փորձելով ապակայունացնել իրավիճակը երկրում։ Սակայն այս ամենի ֆոնին Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հայտարարում է, որ իր ձայնը տալու է միայն գործող իշխանությանը։ Իմ հույսի վարչապետն է, սիրով եկել եմ, սիրով կպաշտպանեմ և սիրով 16-ին կքվյարկեմ։ Երկրի ժողովրդի ազգի, պետության, պետականության մասին մտածող ղեկավար վերջապես ունեցանք։ 88 թվից հետո, որքան շուտ եռագլուխ վիշապի գլուխները կտրեք, այնքան շուտ մենք կփրկվենք և կզարգանանք։ Հպարտ եմ, որ ունեցել ենք հեղափոխություն և ունենք նման վարչապետ, գերհզոր վարչապետ։ Խաղաղությունը, որ այսօր մեր երկիրը խաղաղության մեջ է, դա հրաշք է։ Ընդդիմադիրները գլուխները քարով են տալիս, երեսները պատով են տալիս։ Մենք բոլորս, որ թողել ենք մեր հայրենիքը, հեռացել ենք հայրենիքից, այդ ընդդիմադիրների պատճառով ենք հեռացել։ Հայաստանի քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ չնայած ընդդիմադիր ռևանշիստների փորձերին ամեն կերպ ժողովրդի մեջ հակադրություն սերմանել Նիկոլ Փաշինյանի դեմ, վերադառնալ իշխանության և առաջ տանել իրենց ագրեսիվ ու զավթողական քաղաքականությունը, մարդկանց մեծամասնությունը պատրաստվում է իր ձայնը տալ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգն առաջ մղող քաղաքական ուժին։ Քաղաքացիները նշում են, որ հոգնել են տարիներ շարունակվող լարվածությունից ու պատերազմներից և այսօր ամենից շատ ցանկանում են խաղաղություն, կայունություն ու անվտանգ ապագա իրենց երեխաների համար։